Успех построен на любви. Лебо Голд. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական և հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ես տեսնում եմ։ Ողջույն Հայատի։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում, ինչպես տեսակ արդեն։ Ես տեսա, ես հերվից տեսա, վազելով եկա։ Դե մենք էլ կարող ենք առանց վազելու ներս գալ։ Այո, իհարկե կարող եք, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը։ Հրաշալի, շատ լավ։ Հասցրել եք արդեն լիարժեք արթնանալ եւ լծվել գործի։ Ահա։ Դե պատմեք։ Ինչով եք զբաղվում այս շրջանում, ինչ նորություններ կան, ինչ է սպասվում ձեզ դիտող մարդկանց։ Ինձ դիտող մարդկանց շատ բաներ են սպասվում։ Ինչ է սպասվում, չէ՞, որ պետք ինչ է սպասվում։ Չգիտեմ, դուք պետք է ասեք։ Դե երևի կարելի ասել, որ համարյա նոր եմ ավարտել նկարահանումները, այս ընթացքում 4 ամիս Լորիում էի։ Ինչ նկարահանումների մասին է Մանյունյա детство, այս 4 ամիսների ընթացքում այնտեղ էի, ոնց որ ամառս այնտեղ անցավ։ Դրա մասին առանցին կպատմեմ, ինչքան էմոցիաներ, ինչքան պրոֆեսիոնալիզմ, մի առանցին լրիվ պատմություն է։ Դրանից հետո գնացի Դուբայ, այո, աշխատանքի նպատակով։ Նկարում էինք հաղորդում, այդ հայացքը ես բռնեցի, միանգամից արագ ասեցի, նկարում էինք հաղորդում Արյոլ ի Ռեշկայի նման, բայց մի քիչ այլ ֆորմատի, այդպես դա շուտով կլինի եթերում, ֆիլմներ նույնպես կլինի շուտով կտեսնենք։ Շատ լավ, խոսենք թատրոնից։ Խոսենք։ Ինչ կա թատրոնում, նորություններ։ Թատրոնում, թատրոնի կյանքը միշտ լավ է։ Բուրն է, այո, բոլոր տեսանկյուններով։ Այդպես ես դեռ աշխատում եմ ռուսական դրամատիկական թատրոնում։ Դեռ։ Իսկ ինչու դեռ։ Հաստիկային դերասանուհի չեմ, այժմ հրավիրալ դերասանուհի եմ։ Այդպես։ Ինչով է պայմանավորված, կարող ենք խոսել այդ մասին, թե դա գաղտնիք է։ Գաղտնիք չի, բայց ինչ որ մի պահի ինչ որ որոշման գալիս ես, որ երևի այս պահին ժամանակն է մի քիչ թատրոնը ետին պլան չասեմ, բայց մի քիչ երկրորդականին տեղ ունենա, չնայած ինձ համար թատրոնը միշտ եղել է առաջնային, ես այս տարիների ընթացքում առաջին տեղում միշտ տեսել եմ ու դիտարկել եմ, ինձ համար միշտ ինքը եղել է առաջին տեղում, նոր իմ անձնական կյանքը կլինի, ընտանիքը կլինի, այլ աշխատանք կլինի, միշտ առաջին տեղում է եղել, բայց հիմա հասկացա, որ երևի ժամանակն է, որ ինքը մի քիչ զիջի տեղը ուրիշ բաների համար։ Ցավոտ չէր ձեզ համար այդ որոշմանը գալը։ Շատ, ես հասկացա, որ ինքնուրույն երբեք չէի կարող այդ քայլին գնալ, եւ ինչ որ իրավիճակներ եղան, որից որ ելնելով ես այդ քայլին գնացի, ինչի համար որ չեմ փոշմանում, անգամ մի կողմից էլ կարելի ասել ինչ որ շնորհակալական բան ունեմ իմ մեջ, որ ինչ որ բան եղավ, որ դու դա տեսնում ես, հասկանում ես ու որոշմանդ գալիս է։ Չեք փոշմանում այդ որոշման համար։ Որոշման համար չեմ փոշմանում, ինձ թվում է, որ ինչ որ լինում է կյանքում, այդ
դաբրո, ոնց որ ասում են։ Բայց իհարկե ես շատ եմ սիրում իմ թատրոնը, ինքը միշտ լինելու է եւ հիմա էլ կա իմ սիրելի թատրոնը, սիրում եմ իմ գործընկերներին, սիրում եմ բոլորին ու ուզում եմ, որ մեր թատրոնում ամեն ինչ լինի շատ լավ, ինչ թատրոնը արվեստ ստեղծելու համար է, ես ուզում եմ, որ մենք տարեկան ունենանք մի քանի հրաշալի ներկայացումներ, որով որ կգնանք, ասենք, արտերկիր, կներկայացնենք մեր երկիրը, մեր թատրոնը։ Իդեպ Ռուսաստանում ունեինք այս վերջում գաստրոլներ, որը որ շատ լավ անցավ, հրաշալի ներկայացում, Գարդենիա ներկայացումը, Գոր Մարգարյանի բեմադրած, որը որ մենք արդեն քանի տարի է խաղում ենք եւ ունենում ենք վերջում ներկայացման ծափարություններ մի քանի րոպեանոց, այն որ բեմից չենք կարողանում դուրս գանք, ինձ թվում է դա մեծագույն գնահատականն է եւ ինչքան քրիտիկներ որ գալիս են, որ sense նստում են որ պետք է ներկայացման մասին խոսեն, ասում են դե ինչ ասենք, դու չենք կարող ոչ մի բան ասել։ Հայարփի խոսենք նաև ձեր ռուսերենի հրաշալի իմացության մասին։ Որտեղից է դա գալիս։ Ռուսերենը, չգիտեմ, փոքրուց ընտանիքը այնպես է ստացվել, որ մենք Ռուսաստանի հետ շատ կապ ունենք ու փոքր ժամանակ այնտեղ ապրել եմ, բայց շատ քիչ մի քանի տարի, որ շատ փոքր եմ եղել։ Իսկ հետո ընթացքում շատ է եղել գնալ, գալ, հարազատներս 90%-ը այնտեղ են ապրում, ու այդպես շփումը շատ է եղել, այնտեղ առաջի դասարան եմ գնացել, հետո երբ որ եկանք Հայաստան, ես հայերեն տառերը չգիտեի, խոսում էի, բայց տառայիմացությունն այդ ամեն ինչ չկար, նորից առաջի դասարան եմ այստեղ նստել, ու ոնց որ այդ ռուսերենը մնացել է, ու սենց հետո ռուսերենը շատ եմ սիրում։ Ինձ համար ինքը սենց հարազատ լեզու է։ Քանի որ ռուսերենը ձեզ համար խնդիր չէ եւ դուք էլ բավականին պահանջված դերասանուհի եք, ցանկություն չկա արդյոք տեղափոխվելու Ռուսաստանի Դաշնություն եւ այնտեղ գործունեություն ծավալելու։ Ուրեմն այդպիսի շրջան ունեցել եմ, ես այստեղ ուսանող էի ու որոշեցի, որ պետք է գնամ այնտեղ սովորեմ։ Գնացել եմ քննությունների, գնացի քննությունների, Գիտիսում եմ հանձնել քննություն, Շուկինսկիում եմ հանձնել քննություն, անցել եմ ինչ-որ փուլեր, ինչ-որ միտեղ չեմ անցել, հետո դե որ եկա, այնտեղ հաջորդ փուլը, որ արդեն անցել էի, այնտեղ 8 փուլ կա, որ պիտի անցնես ինստիտուտ ընդունվելուց առաջ, ինձ ոնց որ կատբորիչն է 1, 2, 3 ու շարունակական, ինձ ոնց որ միանգամից երկրորդ փուլ էին անցկացրել, արդեն իսկ կատբորիչն ու 1 չէ, միանգամից, հետո որ եկա, արդեն դեն ժամանակ աշխատանք շատ չկար, հնարավորություն չկար, ես այդքան նաև ֆինանս չէի կարող տրամադրել, որ այդքան գնամ, հետո մտածի երևի էտել էր, պետքա որ այդպես լիներ ու որոշեցի, որ ես արդեն այստեղ եմ, գուցե իմ տեղը հիմա ստեղ է, ես միած սա ավարտին հասցնեմ, հետո եթե ինչ-որ մի բան պետքա լինի, հետագայի համար, հա, կգնամ կփորձեմ, բայց այդպես էլ եկա, հետո որ ընդունվեցի թատրոն, սիրահարված ես, դու կյանքը ուրիշ ձև չես պատկերացնում, դրա հետ ես երազել, քեզ դու պատերը սիրում ես, կուլիսները սիրում ես, այդ ամեն ինչ այնքան ես սիրում, որ պրոստը չկարողացա այդ ամեն ինչը թողնել, ու հետո ինչ որ sense կոմֆորտ զոնայի մեջ ես ընկնում, որը որ ամենավտանգավորն է, ու մնում ես այդ զոնայում ու շատ դժվար է տեղից դուրս գալ, բայց պիտի ուժ գտնես, որ դուրս գաս, որ առաջ գնաս, բայց հիմա, ինչպես ասում են, երբեք ուժ չի, գուցե ինչ որ բաներ եւ ստացվի։ Ես ձեզ մաղթում եմ հաջողություններ, հիմա խոսենք այսօրվա մասին։ Ինչ եք պատրաստելու մեզ համար, մենք ամեն դեպքում քաղցած ենք։ Այո, մենք էլ ես երեկվանից եմ քաղցած, առաջ օրվանից, որովհետև այս ուտելիքը ուտելուց առաջ, հետո որ դուք ասի գործոված եք, ասի կակրաս ես այս քանի օրա, ոնց որ սենց փորձում եմ ինչ քաշս նվազեցնել, դա իմ կյանքի խնդիրն է, ես միշտ ուզում եմ նիհարեմ։ Բոլորիս։ Այո, չգիտեմ, միշտ, ես 47 կիլո եմ, ուզեցել եմ նիհարեմ, մենք ուտելու ենք, մենք արմատներով ջավախքից ենք, ահա, մենք արքալակցի ենք, ինչպես ասում։ Քարթոլ ենք ուտելու այսօր։ Խաշած քարթոլ այսօր չենք ուտելու, չնայած որ շատ համով կլիներ, բայց այսօր ուտելու ենք թաթար բորակի։ Դա խմորի հետ ենք գործ ունենալու ու շատ համով ուտելիքը լինելու ես խոստանում եմ։ Խմորի արկայությունը քաշի վրա չի անդրադառնալու ըստ ձեզ։ Ես ես մի շաբաթ այդ եմ ասում, քաշ եմ գցում, որտեղ մտածում եմ կողմը ասենց ջեր համով ուտելիք կա ու որ դա հավեսով ուտես։ Ջավախքից եք արմատներով։ Երբևէ եղել եք ջավախքում։ Այո, ես ասեմ ավելին, ես ծնվել եմ Վրաստանում։ Հետո ես ունեմ Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիություն, այդ իմ ազնագրի մեջ շատ ծիծաղալ է հայկական անունազգանուն, եթե ռուսական ազնագրով եմ, հա, մեկնում ռուսական անձնագիր Վրաստանի ծնված մարդ, ինչ որ
Человек, гражданин мира. Այո, դուք աշխարհի քաղաքացի եք։ Ես աշխարհի քաղաքացի եմ, այո։ Ամեն դեպքում, բայց ձեզ որտեղ եք լավ զգում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում։ Մի հատ հետաքրքիր բան կա, ոչ միտեղ ինձ վատ չեմ զգում, անգամ որ Վրաստան եմ հաճախ գնում, էլի այնտեղ ինձ լավ եմ զգում, ոնց որ ինչ որ ընդհանուր все-таки ինչ որ մի բան կա, բայց ես ինձ լավ եմ զգում Հայաստանում։ Իմ ամբողջ ընտանիքը Ռուսաստանում են ապրում, բայց ես չեմ կարողանում փոխվել այստեղից, ինձ այստեղ լավ է։ Գիտեմ, շատ լավ եմ զգում։ Ես ինչ որ միտեղ որ գնում եմ, հենց իջնում եմ օրինակ аэропорт, անգամ եթե ինչ որ բան ինձ ներվայնացնում է, ես իմ լեզուն եմ լսում ու ես արդեն ոնց որ այդ տան զգացում ունեմ։ Ինչն է ձեզ նյարդայնացնում հատկապես օդանավակայանում։ Շատ ներվայ։ Լավ, դրա մասին կխոսենք հետո։ Գնումներ ունենք կատարելու։ Ունենք կատարելու, այո, մի քանի բան պետք է գնենք ուտեստի համար։ Դե առաջարկում եմ հիմա գնանք գնումներ կատարելու։ Ես ընդունում եմ առաջարկը, գնում ենք։ Գնում ենք, որ գնենք։ Մամ, մեզ լվացքի փոշի, էլ ինչ կներեք։ Ուզում եմ տեղեկացնել, որ հաղորդման շրջանակներում հնարավորություն կա, որ մենք վճարենք ձեր փոխարեն, այնպես որ սա կարող եք արագ ճշտել մայրիկից, ինչ կա պակաս։ Ես ճիշտն ասած, գիտեմ, դրա համար մենք ես մի ամիսա տունը առևտուր չենք անում։ Դե ցուցակը վերցրու IRP եւ գնանք։ Երկարացուցակը, թե process-ը։ Զանգում են նկարահանման ընթացքում հեռախոսն ջատելը։ Սա խանգարում է, մի զանգեք ինձ։ Լավ։ Դեռ ես ցուցակը մամայից վերցնեմ։ Այո։ Մի քիչ մի երկու բան ունենք էլի տան համար առնելու։ Մի հատ էլ տելևիզոր։ Թող լինի մի հատ էլ տելևիզոր։ Գնայեք գոնե այս հաղորդումը։ Հա, բա ոնց եմ նայելու։ Ինձ էլ ճիշտ հասկացեք։ Всё, գնացինք։ IRP ձեր բակում են գտնվում արդեն։ Նորաստեղծ թաղամաս եւ վստահ եմ ձեր մանկությունը այստեղ չի անցել, քանի որ ասացիք ծնվել եք Վրաստանում, մեծացել եք Ռուսաստանում։ Ապրում եք Հայաստանում։ Ապրում եք Երևանի լավագույն թաղամասերից մեկում, երևի թե բարեկարգ բակ։ Մի փոքր այս պահին աղմկոտ է, որովհետև շինարարություն է ընթանում, դա ձեզ խանգարում է, թե ոչ։ Չէ, դա մեզ չի խանգարում, իրականում մենք մեր տունը, հա, մենք ոնց որ ասեցի, Ռուսաստանում ենք, Մոսկվայում է հիմնական տունը, որը որ հենց մերն է, իմ անունով։ Женихи, все услышали։ Փեսացուներ, ամեն բան լսելի է։ Ես այն նաև քաղաքացիություն եմ, հիմա այդքան էլ դա ակտուալ չի, բայց ժամանակին շատ ակտուալ էր։ Հա։ Աղմուկը ձեզ խանգարում է, թե ոչ այ։ Ոչ, չի խանգարում։ Չէ, չի խանգարում։ Ճիշտն ասած, մենք հիմա այս երկու տան արանքում ենք, դեռ լիարժեք այստեղ չեմ տեղափոխվել։ Սա իմ քավորի տունն է, որը որ ինքը հանձնել է ինձ, որովհետև ինձ շատ է սիրում։ Էլի ձեր անունով է այս տունը։ Դեռ ոչ, ահա։ Ինքն էլ գիտի, որ շուտով իմ անունով է լինելու, բայց այսպես ասած իմ տան պես է, ինչի համար, որ ես իհարկե իմ ընտանիքի համար գժվում եմ իմ ընտանիքի համար։ Ես չգիտեմ, 100 անգամ ծնվեի, կուզեի այս ընտանիքում լինեի։ Հրաշալի է դա։ IRP մեքենա ունեք, թե ոչ։ Այո, հա, ունեմ ես մեքենա, հա, ունեմ մեքենա։ Ունեք մեքենա, ձեր մեքենայով է, փչած, լավ, հասկացա։ Ուրեմն պետք է գնանք մեր մեքենայով։ Ձեր մեքենայով, այո։ Դե, խնդրեմ, համեցեք IRP։ Որն է ձեր մեքենան։ Այս սպիտակ ակներև մեքենան, խնդրեմ։ Սպիտակ մեքենա, ես մեքենաներից շատ լավ եմ հասկանում։ Դե ասեք, թե ինչ մակնիշի մեքենա է սա։ Ինչպեսի։ Էլեկտրական։ Բայց ինչ, Volkswagen ինչ։ Այս բանը 6-ը, մի րոպե, հետևը նայեմ։ Չէ, 4-ը չի։ Բրավո, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ֆուտբոլից եմ հասկանում, մեքենայից եմ հասկանում։ Վերջ փակեք դուռը։ Let's go my friend։ Ինչպես ասեք IRP։ Let's go my friend, now go magazine, okay? Thank you։ Հազար okay, որևէ խնդիր չեմ տեսնում։ Ասացիք, որ մեքենա եք վարում։ Ինչպիսին է վերաբերմունքը աղջիկ վարորդների նկատմամբ։ Ես շատ լավ վարորդ եմ։ Ես ասում եմ, ինչպիսին է վերաբերմունքը աղջիկ վարորդների նկատմամբ։ Դե աղջիկ վարորդների մի քիչ կարծիք, որ վատ են վարում։
բայց ես համարում եմ, որ այդպես չի։ Հայարփի հիմա մեզ դիտող մարդիկ իհարկե չունեն հնարավորություն տեսնելու այն ամենը, ինչ իմ դիմաց կատարվում է, բայց ինձ հետաքրքրում է միշտ է այսպես ձեր բակում բացահայտ անհարգալից վերաբերմունք մնացած վարորդների նկատմամբ, որովհետև ուղակի փակել են եւ թույլ չեն տալիս անցնել։ Երևի իմ երկրպագուներն են, հա։ Հավանաբար իսկ ուրեն ծաղիկները այդ դեպքում։ Այո, ինքը երևի իմ երկրպագուն է, մի փոքր խանդի, տեսան է ուզում սարքել, ինչու ոչ, ասում է չեմ թողնի տանեք նրան։ Սխալ է հասկացել։ Հայարփի, խոսեցիք երկրպագուների մասին, թույլ տվեք հարցնել, ինչ կա անձնական կյանքում։ Անձնական կյանքում ամեն ինչ լավ է, հետաքրքիր։ Անձնական, ներողություն, միկրոֆոնին մի պատիպչեցի։ Ասում եմ անձնական, բայց ես պետք է իմանամ։ Սիրանուշը, ասում եմ։ Այո։ Մեր մանկության տեղ անձնական, բայց ես պետք է իմանամ։ Դե թող անձնական է, մի քիչ ինտրիգներ անենք, սենց։ Բազմակետ դնենք անցնենք առաջ։ Ես որ սենց միշտ ասում եմ, ես սիրում եմ, էլի, ես անձնականի մասին չեմ ուզում խոսել, ես այս պահին երկար եմ սպասել, որ ես էլ այս արտահայտությունը անեմ, չէ, իմ անձնական կյանքը թող մնա, ես չեմ ուզում այդ մասին խոսել, առեղծված են թողնում, իտոգում ոչ մի բան էլ չկա, բայց ինչ որ ինտրիգ մնում է։ Ես կարամ մի անգամ այդ ինտրիգ։ Ստացվեց ձեզ մոտ արդեն։ Այո, վստահաբար ստացվեց։ Ինտրիգ։ Ստացվել է ինտրիգը։ Հիմա անդրադառնանք ավանդական հարցին։ Այո։ Մենք միշտ մեր բոլոր հյուրերին տալիս ենք այս հարցը եւ դուք նույնպես բացառություն չեք հաշվի առնելով, որ 3 երկրի շպիոն եք, այսպես ասած։ Այո, այո։ Հայարփի, ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Վաու։ Դժվար հարց է, որ ասենց ընթացքում մտածում ես, գիտեք ինչ կուզեի անեի, բայց դա ախր ինքնից բան է։ Ես կուզեի, որ մենք վիզայի խնդիր չունենանք։ Իրոք շատ կուզենայի։ Դեպի որ գոտի հատկապես։ Շենգենյան։ Այո, Եվրոպա։ Ես հետո որ գնում ես, տեսնում ես, հասկանում ես, որ եթե շատ մարդիկ հնարավորություն ունենան գնալու մեր մտածելակերպի մեջ, շատ բան կփոխվի, ես այդպես եմ կարծում, որովհետև ես ինձ համարում եմ սահմանափակ մտածելակերպի մարդ չեմ համարում ինձ ու հասկացա, որ անգամ ինձ համար լիքը էլի բաներ փոխվեցին ու հասկացա, որ եթե իմ մեջ փոխվեց, ինչքան մարդու մոտ ավելի շատ կփոխվեր, մեկ էլ կուզեի, որ յուրաքանչյուր մարդ ապրեր իր կյանքով։ Ոնց որ ուրիշի կյանք շատ ենք սիրում մտնել, խառնել, սենց բաներ անել, տենց կուզեի չլիներ։ Այդ կփոխեի մտածելակերպի մեջ։ Բայց ամեն դեպքում չեք կարծում, որ դա նաև գալիս է ինքներս մեզնից, որովհետև մեր կյանքի յուրաքանչյուր քայլը հրապարակել սոցիալական հարթակներում, մարդկանց տեղեկացնել, թե ինչով ենք զբաղվում, բերում է հետաքրքրություն եւ ստիպել դիմացինին, որ չհետաքրքրվի դրանով, ապա ինչի համար է արվում ուրեմն այդ ամենը։ Դե տեսեք, դա ինչ որ ամեն ժամանակաշրջան իր օրենքներն է թելադրում, այս պահին մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում, երբ որ այդ սոցցանցերը շատ առաջնային տեղ են զբաղեցնում, այ օրինակ ես կուզեի շատ ավելի ակտիվ լինել սոցցանցերում, այնինչ այդքան էլ ակտիվ չեմ, բայց այսօր մենք հասկանում ենք, թե դա ինչքան այլ ընտրանքային հնարավորություններ է մեզ տալիս, նույն մենակ այն առումով, որ աշխատանքի։ Ես առհասարակ այդքան շատ չեմ սիրում ակտիվ լինել, ինձ վրա միշտ ջղայնանում են, ասում են, որ պետք է անընդհատ ավելի ակտիվ լինես, ավելի շատ բաներ հրապարակես, դա քո մոտ լավ կստացվի։ Ես ասեմ ձեզ, ես աշխատում եմ ին վրա, որ ավելի ակտիվ լինեմ։ Շնորհակալություն Հայարփի, մենք հասանք արդեն խանութի մոտ, շարունակենք հետո։ Այո, գնացինք։ Հայարփի, խանութում ենք արդեն, ժամանակն է գնումները կատարելու, դուք հստակ գիտեք ինչ է ձեզ անհրաժեշտ։ Ամբողջը պետք է, բայց խնդրում եմ չմոռանալ նաև հեռուստացույցը։ Տեսեք, եթե կա, ես խոստանում եմ կգնենք ձեզ համար։ Սրանից պետք է։ Так, значит, մեզ պետք է։ Կնշեք, թե ինչ է անհրաժեշտ։ Հա, մեզ հարկավոր է, ահա, էսի, գնեմ։ Так, մենք ուրեմն վերցնում։ Մեզ հարկավոր է ալյուր։ Ալյուր։ Մեզ ուրեմն պետք է մածուն։ Այո։ Ուրեմն մածուն։ Շատ մածուն է անհրաժեշտ։ Ինքը մածունի մասին է, այո։ Սմետան։ Այո, թթվասեր։ Այո, թթվասեր։ Անմիջապես ձեր դիմաց է դրված այն։ Այո, լավ, եկեք էս վերցնենք։ Ես ժամկետներ ուղղակի ընթացքում նայում եմ, կներեք, հա։ Հայարփի, մինչև դուք կողմնորոշվեք ժամկետների մեջ, ես առաջարկում եմ մենք ձեզ սպասենք արդեն դրամարկղի դիմաց, հացը եւ հեռուստացույցը չմոռանաք։ Այո, ես հիմա ամեն ինչ կվերցնեմ, կգամ։ Բարի։ Ահա։ Վերջ։
Վերջ։ Հայարփի շատ արագ, ֆանտաստիկ կերպով կողմնորոշվեցիք, հստակ իմանալով թե ինչ է անհրաժեշտ, բայց մոռացաք հեռուստացույցը, առաջարկը դեռ ուժի մեջ է, 3 վայրկյանից կավարտվի առաջարկը։ Չէ, խնդրեմ, 1, 2, 3, այս կարող է չհասցրեցիք։ Ոչ, մեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է 6480 դրամ եւ առաջարկում եմ, որ մենք վճարենք ձեր փոխարեն։ Քիչ էր, այսինքն համաձայն եք, եթե մի փոքր շատ լիներ, 10000-ը որ անցներ, հա։ Դե վճարեք գնանք։ Հա։ Ստացել եք արդեն աշխատավարձը։ Եթե ամեն դեպքում դեռ կար առաջարկը։ Ահա, կամաց սկսվում է։ Շնորհակալություն, չէ։ Շնորհակալություն Հայարփի, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն խոհանոց։ Այո, գնացինք։ Հայարփի Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան Սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմիլատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Կոֆիջոյի թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ, սև սուրճ չեմ խմում, բայց 3-1-ում հաստատ կխմեմ։ Բարով վայելեք։ Հայարփի համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաև նորույթ, ապակե տարաներով, կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Այո, սկիզբը ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Հրաշալի է, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Զուռնաչյան, հասանք խոհանոց։ Այո։ Մեզ միացավ ձեր մայրիկը, Տիկին Ինգան, խնդրեմ ներկայացրեք։ Շեֆ խոհարարն է մեր, այո, իր ոնց որ ասած խոհարարական հմտությունների մասին լեգենդներ են շրջում քաղաքում եւ ոչ միայն տարբեր երկրներում։ Ոչ միայն քաղաքում, այլև տարբեր երկրներում։ Այո, կա ճշմարտություն ասածից մեջ, Ինգան մեզ այսօր կօգնի, որ մենք պատրաստենք մեր ավանդական, այսպես ասած, թաթար բորակին։ Սիրով։ Որի համար մեզ անհրաժեշտ է ալյուր, հավկիթ, այո, ջուր, աղ, ձեթ, դա ըստ ցանկության է։ Հիմա կներկայացնենք ընթացքում, եթե ցանկացողներ լինեն, կարող են օգտագործել։ Սկսենք գործել, ինձ էլ տվեք հանձնարարություն, ինչպես նաև խնդրում եմ ձեր պատրաստած ուտեստի համար մինչև համտեսելը մտածել անուն, որովհետև համտեսելուց դուք պետք է այն անվանակոչեք։ Շատ լավ, մոտավոր ինչ-որ բան մտքովս անցավ։ Լավ։ Ահա, ես ընթացքում ավելի կոնկրետ կմտածեմ։ Հագնում ենք ձեռնոցները, ընկերներ։ Ինչպես ասեք։ Դու կարող ես չհագնել, եթե ուզում ես, եթե ուզում ես հագի, կարող ես սենց հագնել։ Նայել, զմայլվել։ Թեմայի մեջ, այսպես ասած։ Ես հավատացնում եմ ծիծաղը եւ քրքիջը կտարածվի իմ ձեռնոցակներից հետո պետք չէ։ Մի տանջվի։ Ուրեմն, շեֆ խոհարար սիրելի, ուղղորդեք մեր հաջորդ գործողությունները այժմ։ Ահա։ Հայարփի ջան, ալյուրը։ Մի քիչ խոսենք անում ալյուրը։ Հայարփի ինչպես դարձար դերասանուհի։ Շատ պատահական։ Շատ պատահական։
Ես իրականում մտածել եմ, որ ես պարուհի եմ դառնալու, դարձել եմ իրականում։ Նախադրյալներ կային։ Այո, բայց բանը, չէ, այս չեղավ, տիկինին գա խնդրեմ։ Շարունակենք, մենք այստեղ խոսենք, լավ։ Պրոֆեսիոնալը մնում է պրոֆեսիոնալ։ Արագ, տեղում, վարքյանական։ Ես փոքրուց շատ սիրել եմ պարել, շատ, ու տանը քրոջս հետ կազմակերպում էինք համերգներ, մենք 4 երեխա ենք, 2 ավագ քույր ունեմ եւ մի փոքր եղբայրս փոքրն է, երկուսով միշտ կազմակերպում էինք հանդեսներ, համերգներ։ Ես աչքաչափորում անուղղակի։ Բավական։ Համերգներ։ Այո։ Իսկ ես ինչ եմ անելու։ Դու հիմա սարքենք, արդեն շատ գործ կա անելու, հիմա այս խմորի պահանենք։ Նայի, որ սովորես։ Նայում եմ, Իմ մասին էր խոսքը, նայի, որ սովորես։ Ես էլ եմ նայում, որ սովորեմ։ Ահա, մի քիչ ձեթ, դու ձեթը բաց, ես գտալը պահեմ։ 2 գտալ, բավական։ 2 գտալ։ Համերգների վրա կանգ Համերգների վրա կանգ առանք, ու շատ էլ ակրոբատիկ հնարքներով, լավ է։ Ահա, մի քիչ էլ բավական։ Լավ է։ Էլ ակրոբատիկ շարժումներով հանդեսներ էինք անում, էլ պարային, էլ հաղորդավար հյուր էինք խաղում, մի խոսքով հավաքում էինք ընտանիքի անդամներին եւ այդ ամեն ինչը կազմակերպում էինք։ Այդպես փոքրուց անգամ թաթերիս վրա եմ քայլել ու պարել եմ կարելի ասել, sense թռվռալով ու միշտ պարել եմ, սիրել եմ, հետո հասկացա, որ ես պետք է սովորեմ։ Խոսա համ ոնց խառնում է։ Երկու գործողություն միաժամանակ ես կարող եմ անել։ Չէ, չեմ հավատում, բայց չէ, կարող եմ։ Մասնագիտական։ Ու գնում էի արդեն բարի խմբակ, հետո ավելացնում ենք ջուրը, շատ խառնվեց իրար պատմությունը եւ այս Լավ, պարը թողնենք, ինչպես հասկանում եմ, պարը խառն է մի փոքր պատմությունը, դուք նույնպես մի փոքր խառնեք հայարփի։ Վերջերս նկարահանվում էիք ռուսական նախագծերից մեկում Մանյունյա, ինչպես դուք նշեցիք։ Այո։ Տպավորություններով կիսվեք մեզ հետ, խնդրում եմ։ Տպավորությունները անսպառ են, աննկարագրելի են, չգիտեմ, հրաշալի թիմ, հրաշալի աշխատանք, հրաշալի մարդիկ, երբ ամեն ինչ մի տեղում է լինում, շատ հազվադեպ է լինում, այստեղ, չգիտեմ, պրոֆեսիոնալիզմի մասին խոսեմ, թե մարդկային վերաբերմունքի, մի խոսքով շատ տպավորված եմ ու ես իրոք երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել այդտեղ աշխատել, յուրաքանչյուրին, որովհետև իրոք շատ լավ էր, անմոռանալի։ Զուռնաչյան, Այո։ բոլորը ականատեսը եղան, թե դուք ինչ հրաշալի կերպով հունցեցիք խմորը եւ ուղարկեցիք հանգստանալու։ Այո։ Եվ հիմա անցանք սոխի կտրատմանը։ Սոխարած ենք անելու այս ամենը, ճիշտ է։ Այո։ Մենք այս ամենը սոխարած ենք անելու, մինչև այդ մեր խմորն էլ արդեն պատրաստ կլինի, որ իրան կտրատենք, իսկ հիմա մենք սոխարած ենք անելու։ Ձեզ ինչպիսի դերերի կերտող եք ավելի շատ համարում, հերոսուհիներ, թե բնավորության արտահայտիչ գծեր ունեցող։ Ես իրականում այնտեղ եմ ինձ տեսնում, բայց երևի ոնց ասեցիր, բնավորության խարակտերային դերասանուհի, այո, շատ եմ սիրում այդպիսի դերեր, շատ, որովհետև հիմնականում այդտեղ են էլի, որ աշխատելու տեղ ունես, քեզ էլ հետաքրքիր մտածես անես, բայց այնտեղ եմ լավ զգում, այնտեղ էլ չունեմ տենց առանձնացրած, որ ասեմ, չգիտեմ, այնի կուզեի կամ այնի կուզեի։ Կա որևէ կերպար, որը կցանկանայիք խաղալ։ Հա, ունեմ այդպիսի կերպար, որ ուզում եմ խաղալ, Ձյաձե Վանյայի, Քերի Վանյայի։ Հա, Քերի Վանյայի Սոնիչկան կուզեի։ Որ տենց ինձ մոտ հասունացել այդ կերպարը, որ ես շատ եմ ուզում եմ։ Ճամփորդել եք մի շարք երկրներում, եղել եք տարատեսակ նախագծերում եւ վստահ եմ, որ հասցրել եք նաեւ սնվել։ Այո։ Մայրիկը եկավ որպեսզի հսկի ընթացքը, թե այլ բան է մեզ սպասվում տիկին Ինգա։ Ամեն ինչ ճիշտ է անում հայարփին։ Ապրես։ Հիմա կարաքը դիր։ Հա։ Մի րոպե, կարաքը դնենք, որ հալվի։ Որ երկրի խոհանոցը ձեզ հատկապես տպավորեց։ Դե ես
Իտալիայի խոհանոցը, պաստաներ, պիցցաներ ես շատ եմ սիրում։ Ես առանձնակ fast food եմ շատ սիրում, բացի դա։ Ես խելագարվում եմ։ Սա իդեմ իտալիան ոգեշնչեց դեպի վերմիշել։ Վերմիշել։ Առասարակ ուտելիք շատ եմ սիրում։ Շատ չեմ ուտում, բայց սիրում եմ համեղ ուտել։ Մարդկա ապրում է ուտել համար, մարդկա ուտում է ապրելու համար։ Ես ապրում եմ ուտելու համար, համով ուտել շատ եմ սիրում։ Գժվում եմ։ Պետք է սպասենք, որպեսզի կարագը լիովին հալվի։ Ահա, տեսեք նա հալվում է։ Պատրաստելու ենք սոխառած։ Ահա։ Հետո ինչ է սպասում։ Մի վախեցեք, որ ինքեզ կան շատ է։ Մենք առհասարակ տանը շատ կարագ ենք օգտագործում ու շատ չափի։ Բայց մինիատյուրնի ենք երևի մի քիչ, հա։ Շատ։ Բայց չի ինձ թվում է շորերը մի քիչ կարող է լայնացնում, բայց չէ, ֆորմի մեջ ենք։ Այո։ Այո, այսքան հերիք է, մամ։ Ինձ թվում է, հա, մեզ մոտ հերիք է։ Սպասելու ենք սոխառածի լինելուն, հետո շարունակելու ենք։ Այո, մենք հիմա սոխառածը կդնենք ինքը կլինի ու ընթացքում արդեն խմորի հետ կաշխատենք։ Դե ուրեմն կհանդիպենք մի փոքր ավելի ուշ։ Այո, ես այսա կդնեմ այնտեղ տժտժա ու անցնենք խմորին։ Իդեպ, հա, անգործ չենք մնում, յուրաքանչյուրս գործ ենք անելու։ Աչքս տեսնի, Աչքս տեսնի եւ աշխատենք բոլորս միասին։ Ով աշխատի, նա կուտի, հայարքի։ Ով չաշխատի, նա չի ուտի։ Դե, անցեք սոխառածի պատրաստմանը։ Ինչպես որ խմորը պատրաստեցիք, ես վստահ եմ նույն կերպով էլ սոխառածը կլինի։ Իհարկե, անպայման։ Ուղղակի շեֆ խորերը այստեղ է, ես հուզվում եմ, ինձ էլ ճիշտ հասկացեք։ Մենք միշտ ճիշտ ենք հասկանում։ Այո, շեֆ խորերը այստեղ է, հետևողական է։ Սա կարող ենք արդեն լցնել։ Մայրիկը սրտի թրթիրով սպասում է, իրականում չեմ հասկանում թե ինչին, բայց ամեն դեպքում ուշով հետևում է, գոնե կատարվող իրադարձությունը։ Որ չսխալվեմ հանկարծ։ Ոյ, մի քիչ կողք գնաց, ոչինչ։ Շատ է սխալվում հայարփին։ Ես շատ ընդունակ աղջիկ։ Լավ։ Ես հատուկ մամային այսօր կանչել եմ, որ ինքի մասին լավ բաներ ասի։ Բայց հայարփի վստահեցնում եմ շատ շատերն են ձեր մասին շատ լավ բաներ ասել։ Молодец։ Հրաշալի է։ Неожиданно։ Լավ։ Ահա, միած սենց խառնում ենք։ Ինչքան ժամանակից պատրաստ կլինի դա հայարփի։ Ունենք հələ մի քիչ ժամանակ, ինքը սենց մնում է լավ, սենց կարմրում։ Դե մենք փախնենք, այս հոտը մեզ չկպնի։ Հա, փախեք։ Հայարփի։ Այո։ Ինչ փուլի հասանք։ Ուրեմն հասանք, որ սոխառած այնտեղ պատրաստվում է, խմորը արդեն հանգստացել է, հիմա հանում ենք այն եւ բաժանում ենք մասերի։ Հայարփի, ըստ ձեզ, ինչ է պետք լավ դերասան լինելու համար։ Երկու բան, բայց ես այն մյուսը համարում եմ նրանից առավել, հիմա ասեմ ինչ, տաղանդ եւ աշխատասիրություն, բայց աշխատասիրությունը ինչ որտեղ կարող է հաղթել տաղանդին։ Եթե ունես տաղանդ ու դա չես օգտագործում, վերջ, չի աշխատում դա։ Իսկ իստվա յուրաքանչյուր մարդ ինչ որ շնորհքով ծնվում է, եթե դա զարգացնում է, աշխատում է, ապա դա դառնում է, բայց այդ երկուսը եթե միքսենք տաղանդը եւ աշխատասիրությունը, դա արդեն ավելի լուրջ բան է դառնում։ Կրթությունը կարևոր չէ դերասանի մասնագիտացման հարցում։ Չէ, կարևոր է, ես չեմ յուրաքանչյուր հարցում էլ կրթությունը կարևոր է, չնայած իծն լինում են գոյություն են աշխարհում դերասաններ, ռեժիսորներ, ովքեր չեն ունեցել պրոֆեսիոնալ կրթություն, բայց իրենք լուրջ ռեժիսորներ եւ դերասաններ են ի վերջո։ Էդ էլ կա, բայց եթե իրանք չաշխատեին, իրանք ոնց որ ասած միևնույն է աշխատել են հետո, չէ, իրանք այդ իրանք շնորհքի վրա ու դա դարձել է արդեն երկուսը մեկում։ Մամ մի քիչ ալյուր անեմ, նոր կտրեմ, թե սենց կտրեմ։ Չէ, կարես կտրեմ։ Երբևէ սա պատրաստել եք հայարփի դուք 0-ից մինչև այս պահը։ Չնայած մայրիկը ասեց, որ այն սկզբի հատվածը առաջին անգամ է։ Չէ, 0-ից չեմ պատրաստել։ Իսկ շարունակությունը։ Ահա։ Շարունակությունը, այո, ես վիդեո ապացույց ունեմ։ Չէ, մենք հավատում ենք ձեր խոսքին առանց ապացույցների։ Այո։ Ես մայրիկին հարց ունեմ։ Ինչպես արձագանքեցիք, երբ հայարփին ասաց, որ ցանկանում է իր ուղին շարունակել դերասանական ոլորտում։ Անկեղծ լինեմ, ես իրան ավելի շատ միշտ պատկերացրել եմ պարարվեստի բնագավառում, քան դերասանական բնագավառում, որովհետև չնայած երկու ընդունակությունն ու տաղանդն էլ իր մեջ եղել է փոքրուց։ Ինչ մենակ է։ Չէ, արվեստի բոլոր ճյուղերում ինքը կա, իհարկե,
Պարապել էինք մենք տունը, որ ոնց ես տանը սենց չէր Չէ, բայց բարի մեջ իրան միշտ առավել եմ պատկերացրել, որտեվ պարարվեստը որ ավարտեց ու որոշեց, որ պիտի թատերական ինստիտուտ դիմի, ճիշտն ասած, ես այդքան էլ կողմ չեմ եղել, բայց նաև դեմ չեմ եղել իր որոշմանը։ Կհիշեք առաջին ներկայացումը, որը Հայ-Արփիի մասնակցությամբ դիտեցիք։ Պետք է հիշես։ Ինստիտուտի առաջին կուրսը իմ։ Ինչ էիք խաղում Հայ-Արփիում։ Լավ չարեցի։ Մոռացա չէ։ Հա, Իստվաս լավ չարեցի։ Ինստիտուտի առաջի կուրսում դիպլոմային աշխատանքի մեջ էին ներգրավել, այդտեղ է եղել։ Ես այդտեղ, այսպես ասած, ավելորդ մարդու օրագիրը, այդպես էր կոչվում ստեղծագործությունը, եւ ես կարծես նրա տեսիլքը լինեի։ Պես տեսիլք, պես հայտնվում էի։ Ինչ էի խաղում տեսիլք։ Տեսիլք էի խաղում, բայց տեքստ ունեի, ասում էի, ապրեցեք մարդիկ, ապրեցեք, հիշում եմ։ Ապրեցան մարդիկ։ Ապրեցան։ Հայ-Արփի միգուցե խմորի կտրատումը վստահենք պրոֆեսիոնալներին։ Չէ, ճիշտ եմ կտրում։ Ես գիտեմ, բայց մի քանի գործ գոնե առաջ անցնենք։ Այո, հիմա ես կտրատում եմ, մայրիկը տեսեք, այնտեղ առաջ է գցում գործը, այսպես ասած։ Սոխարածը խառնելու կարիք չկա։ Չէ, նայում եմ աչքի տակ։ Դու կարող ես խառնել։ Ես կարող եմ խառնել։ Այո, կարող ես խառնել։ Մի գործ գոնե մի բան խնդրում եմ, կատարեք, հա։ Տիկին ինգաթույլ եք տալիս, որպեսզի ես մասնակցություն ունենամ։ Լավ, շատ բարի։ Բայց մի հատ մի ներկայացման մասին կուզեի ասեմ, որ շատ տպավորված եմ եղել, դա Գարդենյան ներկայացումն է եղել։ Գարդենյան։ Այո։ Հայ-Արփի ի սկզբանե դուք ներգրաված եղել եք, չէ՞, հենց այդ ներկայացման մեջ։ Հա, ի սկզբանե եղել եմ։ Ես խառնեցի սոխարածը այնքանով, որքանով խառնեցի։ Ինչ որ մի բան արեցի ամեն դեպքում։ Հեսա էլ եք անելու։ Սպաս, ես ասող դու որ չէ իրանք է սկիզբը խապսը տվել են, ես ասող ես անել։ Ինք ոչ մի բան չեն անելու։ Որքան ժամանակ է մեզ պետք, որպեսզի այս ամենը տեղափոխենք պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ սպասենք։ 2 րոպե։ Այսինքն անում։ Այսինքն միանգամից անցնելու ենք գրտնակելուն։ Դնում ու սկսենք գրտնակել։ Լավ, շատ բարի։ Ինչև էս ամբողջը տեղադրենք, այն առաջի տեղադրածը արդեն կհանենք ու կսկսենք։ Մենք կմիանանք արդեն մեզ դիտող մարդկանց այն ժամանակ, երբ կանցնենք գրտնակելուն, բայց մինչ այդ ես ցանկանում եմ Հայ-Արփից ես տեղեկացնել, որ ձեր հաղորդումը շաբաթ օրը ժամը 12-ից սկսած կլինի Չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, կամ կարող եք հետևել մեզ Կենտրոն հեռուստաընկերությամբ, հուսամ մինչ այդ կունենաք արդեն հեռուստացույց տանը։ Դե բան եք է խոստացել։ Ես մինչև վերջ իմ խոսքի տերն էի, դուք չբերեցիք հեռուստացույցը։ Խանութ չկար, ես չգիտեմ, ես ես ինչ բախտ, մարդի բախտ ունենա։ Դուք ունեք բախտ Հայ-Արփի։ Ոչ ես բախտ ունեմ։ Այո։ Ես հավատում եմ։ Տեսել եք ինչ տներում եք ապրում, իհարկե բախտ ունեք։ Մեր չի վարձով ենք վերցրել։ Հատկապես ում բախտն է վերում, որ Քավորը տուն մի խոսքով։ Քավորս իրականում իմ քրոջ ամուսինն է նաև։ Հետաքրքիր է, այո, շատ։ Դե լավ։ Այո, լավ, մնացածը հետո։ Հայ-Արփի, ես հպարտանում եմ։ Ինչի։ Կանոնով կտրատած ուղիղ սիրուն ապրես։ Չէ լուրջ։ Ինչ ես ձեր կառնում։ Ով ձեր կառնում հենց հիմա թող Զևսը պատժի նրան, բայց լուրջ եմ ասում, շատ ուղիղ ես կտրտել։ Զևսը կպատժի։ Գնայես հաղորդումը կտեսնես, իրոք շատ ուղիղ ես կտրտել ամեն ինչ, ինձ թվում է չի ստացվելու, բայց ապրես։ Գոնե կտրտեմ, մամ էս մեկ արդեն հանենք։ Հա, այն առաջինը հանի Հայ-Արփի։ Հիմա պետքա գրտնակես։ Հա, սենց ենք անում, ալյուր ենք անում։ Մեկը փորձի նոր միացրեք էլի։ Հա, ալյուր։ Լավ արա, մի բան, արա։ Աշխայն, էսի խինկալի չի։ Խինկալի էլ ես պատրաստում, այսինքն, շատ լավ, շատ։ Մամա։ Դե ոչինչ։ Հայ-Արփի, խնդրում եմ, մեկ օրինակ ցուցադրեք եւ մեր եթերաժամանակը ցավոք արդեն մոտենում է իր ավարտին։ Իր ավարտին, հա։ Այո։ Ճասում քիչ խոսա իրել։ Թրջեց ժամանակը ինչպես։ Կսի։ Ու այսպես, իդեպ այս գրտնակը լեգենդար գրտնակ է, մայրս այն Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից Ռուսաստան տրանզիտով տանում վերում է։ Շատ բարակ պետք է լինի։ Չէ, ոչ շատ բարակ, ոչ շատ։ Լավ,
Հայարփի, մենք տեսանք, որ դուք տիրապետում եք գրտնակին, մենք շատ քիչ ժամանակ ունենք, այնպես որ հաջորդ գործողությունը կլուսաբանենք։ Այո։ Շնորհակալություն։ Գիտես, իդեպ այս տեսարանում նաև գրտնակն է աշխատելու։ Հենց մեր հաղորդման ընթացքում համ քո գրտնակը, համ մեր գրտնակը։ Գրտնակից անցում դեպի գրտնակ Հայարփի հրաշալի է, մենք ունենք շատ քիչ ժամանակ, դրա համար շատ արագ պետք է խոսել, գործել եւ այլն եւ այլն։ Հարց եմ տալիս, Հայարփի որն է այն դերը, որից կատեգորիկ կհրաժարվեք։ Վայ, չգիտեմ։ Դժվար հարց է, տենց դերեր կա, ինչ վկայներ, նայ, դու հիմա վերցնում ես դանակը, շուտ, վերցրու։ Раз, два, три։ Կտրեցինք։ Գնա, սենց սիրուն, այսենց, Կամ որևէ տեսարան, որում կտրուկ կհրաժարվեք խաղալ։ Ոյ դժվար հարցեր ես տալիս։ Ես երբեք չեմ կարող ասել երբեք։ Ես չգիտեմ ինչ ռեժիսոր կլինի, ինչ պրոյեկտ կլինի, ինչքան փող կլինի եւ հետո ամեն ինչ կարելի անել, եթե դա արդարացված է։ Այսինքն որ դու հասկանաս, որ դու հիմա այսպես մի քիչ շուրտ ուր է երկու հատ շուրտ կտրել, մենք ժամանակ չունենք։ Մենք ժամանակ չունենք, ինչ է պետք անել։ Այսպես ռստվատրի։ Այսպես։ Բայց ինչու թարս սկսեցի։ Ես ինչ որ ված սկսեցի արագության տակ, բայց Ինչ ենք անելու հետո։ Հետո էսի դնելու ենք խաշին, նստենք ուտենք նենց համովը։ Ու վերջ։ Ընդամենը, էս էր։ Հայարփի մենք արդեն կարծես թե հասնում ենք տրամաբանական ավարտին, ընթացքում դուք կարակ եք հալեցնում, որպեսզի աղով համեմեք եւ մատուցման համար պատրաստ լինի, շնորհակալություն Մայրիկին հրաշալի սեղանը նախապատրաստելու համար, հիմա մեր հեռուստադիտողները կտեսնեն, թե ինչի մասին է խոսքը, մեզ մնում է ընդամենը այս խմորները ավելացնել ջրի մեջ եւ սպասել որքան 10-ից 15 րոպե։ 10-ից 15 րոպե։ Ավելացնում ենք աղ ջրին եւ ավելացնում ենք արդեն կտրատված խմորը, ճիշտ է։ Այո։ Խնդրում եմ անցեք գործի։ Ոչ մի հատուկ բան պետք չէ, չէ, ուղղակի դա տեղափոխել ջրի մեջ, իսկ ընթացքում խառնել, որպեսզի չկպչի։ Այո, դա ընթացքում կանենք։ Հայարփի շնորհակալություն։ Ձեզ էլ։ Ընթացս երգել, որպեսզի դրական թրթրացումները Լայ, տրալալալալալալա։ Հենց այս ուրախ նոտայով էլ կհանդիպենք սեղանի շուրջ Հայարփի։ Շատ բարի, Որքան հաճելի է տաղանդավոր մարդկանց հետ լինել նկարահանման։ Այո, համաձայն եմ։ Ոյ, շնորհակալություն Հայարփի, վստահ եմ իմ ասում Շատ տոնկի կոմպլիմենտ արեցի հենց նոր, դա հասկացվեց։ Թե ես ուղղակի սոմոզվանեց կոչումը ձեռք բերեցի։ Ոչ, ես տոնկի կոմպլիմենտ արեցի։ Շնորհակալություն Հայարփի, կհանդիպենք սեղանի շուրջ։ Այո։ Որքան լավ եք խառնում դուք։ Բայց խառնակիչ չեք, ուղղակի լավ եք խառնում։ Չես կարող ասես, Չէ, ասում եմ։ Ահա։ Всё։ Ապրի Հայարփին, ապրի։ Մամա! Եկա։ Ապրես։ Ինչ լավ ես թաքցնում, որ թռնում է ձեռքիդ, բայց դու դիմանում ես։ Մամա։ Աջա։ Արի։ Ինչ կա այդտեղ, որ մամային անհանգստացնում Բայց ես մենակ եմ, էստեղ ապրում, вообще գիտեք, մամաս էստեղ չի ապրում, բայց յոլա եմ, չէ՞ տանում։ Դե վերմիշելով։ Ոչ այնց համով վերմիշել։ Դե մենակ պատմում ես։ Առնեցի ընթացքում երեսը, նոր լցրեց։ Մատուցված է արդեն թաթար բորակին։ Այո։ Սա իր հիմնական անվանումն է։ Այո։ Հասկանանք ինչպես եք անվանակոչել դուք Հայարփի։ Մենք որոշեցինք անվանակոչել Ջավախքի դուստր։ Խոսքեր չունեմ, խնդրեմ։ Հիմա ներկայացնեմ, թե ինչ ենք արել այս ամենի հետ։ Հիմնական խմորային հատվածը լցված է, ավելացվել է վրան սխտոր մածուն, սոխառած եւ դաղված կարակ, այո։ Կարակը։ Դե մեզ բարեախորժակ։ Բարեախորժակ։ Անցնենք համտեսելուն։ Այո։ Տեսնենք ինչ։ Դուք եք չէ պատրաստել Հայարփի։ Անպայման, իհարկե։ Տաք է Մի փոքր էսպես։ կայրվեմ։ Ոչ, մի փոքր էսպես։ Լավ է։ Հայկական համ եւ բույր։ Շնորհակալություն, մեզ բարեախորժակ։ Այո։ Հայարփի։ Մեզ բարեախորժակ։ Թույլ տվեք։ Հանուն արդարության
Ասել, որ գործի մեծ մասը տեսախցիկի անջատվելուց հետո իրականացրեց մայրիկը։ Շնորհակալություն ձեզ, Տիկին Ինգա։ Այո, շնորհակալություն։ Բայց դուք ձեր անուրանալի մասնակցությունն ունեցաք այս ամենում, այնպես որ ձեզ շնորհակալություն, մեզ բարի ախորժակ։ Այո։ Ֆիրմային ուտեստն է, այնպես որ Ջավախքի դուստր։ Ջավախքի դուստր, այո։ Դե անցնենք Անպայման։ Քաղցը հագեցնելուն։ Գերեք ոչ սառի։ Որ սառը լավ չի։ Հրաշալի հայարփի կարոտած համեր էին իրականում, որովհետև միշտ չի որ սխտորի հետ լինում է, չէ, համադրվել։ Նաև շնորհակալություն աղցանի համար։ Սա ինչ է իրենից ներկայացնում։ Համով շատ Բաղադրիչները խնդրում եմ ուղղակի ասել։ լոլիկ, թթվասեր, պանիր։ Իրար հետ շատ համով է ստացվում։ Հիմա կհամոզվենք։ Այո, դա էլ ենք փորձել։ Շնորհակալություն։ Այո։ Առանձին Բայց համով է։ մամայի կենացը մի հատ պետքա խմել, որովհետև Սխտո, մածունը շատ չեմ լցել, այս ճաշակի դուք կարող եք ավելացնել։ շատ բարի, բայց ամեն ինչ հրաշալի համադրված է Շատ լավ։ եւ շատ համեղ ամենակարևորը։ Այո, այո։ Ես միշտ անկեղծ կարծիքս ասում եմ։ Սա գովազ չէ, սա քո անկեղծ կարծիքն է։ Այդա գովազդեր։ Շնորհակալություն հայարփի։ Պարս, բայց շատ հաճելի։ Այո։ Ես ուզում էի որ լինի պարզ, բայց հաճելի։ Եվ եղավ։ Սենց բաներ Ինչ կանեիր օրինակ, տենց ինչ կսարքեիր։ Ով չգիտեմ, նյո, բանսը։ Պաստա։ Պաստան ինչու՞ս։ Պաստա է, էլի, ես էլ հայկական պաստան եմ։ Ինչու՞ս խառը բան, ինչու՞ս սալատ, այսի սենց բան։ Չէ, հավես, չէ, սենց պարզ սիրում եմ։ Հավեսը։ Այո, շատ։ Հայարփի մենք հեռանում ենք իրոք հիացած, ամեն ինչ ուղակի հրաշալի է, շնորհակալություն ձեզ իրոք մեզ զարմացնելու համար։ Ես էլ ձեզ եմ շատ շնորհակալ։ Դե լավ մնացեք, հաջողություն։ Ստեսություն։ Ինչ խոսք, ինձ համար շատ լավ անցավ ու հուսամ, որ իմ հյուրերին նույնպես ես կարողացա փոխանցել ամենակարևորը լավ տրամադրություն։ Հուսամ, որ իրոք շատ են հավանել մեր պատրաստած ուտեստը ու մենք ձեզ այսուհետ միշտ սպասում ենք մեր տանը։ Համեցեք։ Այդքան ասում եմ, որ հավանել ենք, չես հավատում։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Torabika cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Torabika cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.